Պարոն Գրիգորյան, պարոն Ավինյան, այսօր երեկոյան կամ վաղը պոպկորնով հրավիրում եմ իմ TikTok-ի էջը դիտումների, թե ինչ ստեր եք ասել դուք նախընտրական քարոզարշավին։ Ես չեմ ասել, որ մինչև 25 թվականը Նուբարաշեն իմ ձեր քարոզարշավի բացման օրը խոսք եք տվել 25 թվականին չվերականգնված, չվերանորոգված մանկապարտեզ չի լինելու։ Երեկոյան ձեզ ցույց կտամ։ TikTok-ը նստեք, պոպկորնով նայեք, բայց տնեցիների հետ չնայեք, կարող է ձեր դուրը չգա, դուք ձեր բաբլի մեջ, ձեր ժողովրդի մեջ նստեք ու նայեք, տեսեք, թե ոնց եք ասել ու խաբել այգիները։ Չեմ տեսել, որ օրինակի համար 40-ամյակի այգին ձեր ընտանիքներով գնաք զբոսնեք։ Այս վերջում էլ պարզել եմ, որ Մերգելյանի այգին դուք չեք սարքել։ Այդքան որ գլուխ եք գովում, մենք ենք սարքել, մենք ենք սարքել, դուք չեք սարքել։ Մասնավորն է սարքել, տիկին, տեղդ նստի լսի միջև է, չեմ խանգարում քեզ։ Մասնավորին էլ տեղ ուրիշ բան եք տվել։ Մի շարունակեմ ներողություն։ Նորույթ կլինի, որ ասեմ, որ ՔՊ-ն վերագրվում է որպես սուտ խոստումներ տվող կուսակցություն։ Աջափնյակի մետրոյի արև սուտ բաներ եք խոստվել։ Այն Կիրովականի ավտոյի զավոդը, որ աշխատում է, դրա արև տելևիզորի գործարանն աշխատում է, որ դուք ստեղծել եք։ Եթե սկսեմ ՔՊ-ի ստերն ասել, ծերը չի երևա։ Նորույթ կլինի, որ ասեմ ձեզ ստախոս, անձնապես ձեզ չէ, որ ասել ու չեք արել։ Նորույթ կլինի, վայելեք այդ հաճույքը։ Ես առարկայական այս թեմայի շուրջ։ Փառք Աստծու, այս թեման 2 տարի ու կես առաջ ես ստեղ ասել եմ, դրանից հետո 64 անգամ էլ ասել եմ, որ Երևանի երթևեկությունը խնդիր ունի կարգավորման, սմարթ կարգավորման, 64-րդ անգամից հետո մի անգամից հասկացել եք, որ պետք է էսի։ Պրոստը դարդնենա, որ էդի պետք է այս ձևով չլիներ ժողովուրդ։ Ասում փողը ծախսում եք, ինչ ա լինելու, պատասխանատվություն կրողնով ա լինելու, ոնց ա լինելու, շփշփստնում անցնում գնում են այս մարդիկ։ Լավ եք անում։ Մի անգամ եւս բացատրեմ կոնցեպտուալ լուծումը որն է։ Դուք բեկորային լուծում տվողներ եք։ Քաղաքի երթևեկությունը, քաղաքը բեռնաթափելու համար նախ որ ասում եք բնակչությունը շատացել է։ Ես չեմ, ձեր իշխանությունն է գնացել Ամասիայում Գետ յուղում ու գուսանայում դպրոց ուզում փագի։ Դպրոց եք փագում, պասպորտ սեղան եք անում, վայնկոմատ եք անում, մարդու կյանքի որակը գցում եք, ստիպված ընդ ապրող մեր գյուղացին ասում է գնամ Երևան, որ իմ երեխան մանկապարտեզ գնա։ Էս եք դուք։ Հիմի ի՞նչն եմ խափում։ Ուրեմն խափում եք դուք, նոր կոռեկտություններ ասում, կգնանք ցուցակը կհանեմ, հրապարակեմ ձեզ, դրանից հետո դուք մի անգամ խափել եք, ներողություն չեք խտրել, ոչ Սամվել Գրիգորյանին, ոչ ինձ, հիմի ես կբերեմ կոնկրետ ձեր 58 թե 48 դպրոց venեք Շիրակի մարզում փակելու նախագիծը, շարունակեմ, պարոն Փամբուխչյան, ձեզ ասեմ, ինձ թվում է Պարկեշ պաշտոնյաներից մեկը պետք է դուք լինեք, հետո իրանց բացատրեք էդի, էլի, տեսեք, Նախ եւ առաջ, որպեսզի կենտրոնը կարողանաք բեռնաթափել, խիստ անհրաժեշտ է, որ պետական ապարատի մի մասը դուրս գա կենտրոնից, որոնք որ օրինակ գլխավոր դատախազությունը, որ դուրս գա կենտրոնից գնա օրինակ 9-րդ մասիվ կամ գնա աշտարակ, կարող է օդը մաքուր լինի, այդ մարդիկ հասկանան, որ մարդկանց գլխին գործ պետք է չսարքեն։ Կամ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընդերքի տեսչական մարմինը որտեղ էր ձեր գործընկերը, որ նստած է, էլի, այս մարդկանց մոտ ամեն 2 շաբթի թե 3 շաբթի գործակարգավարական նիստ անում, սաղ մարզերից մարդիկ գալիս են, խցանում են ստեղծում։ Առաջինը պետական ապարատն եք դուրս հանում։ Դուրս եք հանում կենտրոնից, որը կնպաստի նաև համաչափ զարգացմանը։ ԿԳՄՍ-ին տարեք Գյումրիում, համեք Գյումրիի զարգացմանը կնպաստեք։ Հաջորդ կարևորագույն խնդիրը որ կա, փողոցի թողունակությունը պետք է բարձրացնեք։ Այդքան բացատրեցի, որ դու կարմիր գիծ չեն, ընդհանրապես պետք է չթողեք կանգառ լինի, բայց դրա փոխարեն պիտի մարդուն պարկինգի տեղերն է ցույց տվեց, ասի ներդրում արեք։ Տեղ հասավ, ոչ, 0 Հիմա եք եկե մեղադրում, այսինքն ասեմ մարդուն մի թողեք կանգնի ստել պարկինգները, եթե ուզում եք հրավիրեմ մի անգամ անվճար դասընթացները կբացատրեմ, որտեղ ոնց կառուցեք դուք։ Մյուսը ասում եմ միասնական պարկինգների համակարգ դրեք, որ մարդը տեսնի որտեղ կանգնի, որտեղ չկանգնի։ Սուրեն Գրիգորյան, որ ասում եք մարդը անիմաստ տեղ է պատտվում, ես պատտվում եմ, որ անվճար տեղ գտնեմ, փող չմուծեմ ու կանգնեմ։ Եթե մեկը կսխալվի ինձ ասի անիմաստ ինքն է պատտվում սաղուրը։ Անիմաստ էլ գործիա գնում ու աշխատավարձ է ստանում։ Մեր քաղաքացիները մոտարապես 20%-ը պարոն Փամբուխչյան, մարդիկ են ստեղծում պրոբկեն, գիտեք ինչի համար են ստեղծում, պարկինգի տեղ են այս մարդիկ ման գալիս։ Հաջորդը, կներեք շատ կարճ դրան է վերաբերվում, էլի։ Հաջորդը մարդուն այլընտրանք չեք առաջարկել դուք, այլընտրանք արժանապատիվ տրանսպորտն է, հասկանում եք։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, նոր հենց նոր խոստովանեցիք, որ Աջափնյակի մետրոյի արև ավտոբուս չենք առնելու մենք, ավտոբուս չի լինելու։ Շատ լավ արեցիք, որ եկող տարի խոսք չտաք։ Եթե ես ավտոյով չգամ կենտրոն, ժողովուրդ ո՞նց գամ, կներեք, էլի։ Մա տնդի բացատրեք ո՞նց գամ ես։
Այսինքն արժանապատ մետրոն չեք նստում, որ նստեք կտեսնեք։ Ու վերջում կներեք, այս խիստ սան վերաբերվող առարկայական լուծումները առաջացան։ Սպառվել է ձեր ժամանակը, վերաբերվում։ Ձեր մեծահոգությունն ակնկալելով մի րոպեից կավարտեմ։ Հաջորդը որ կա, ժողովուրդ, այդ կենտրոնը բեռնաթափելու հետ կապված խնդիրները, որ դուք բերում առաջարկում եք։ Պարկինգները, արժանապատիվ տրանսպորտը, այս որ բերել եք, այս համակարգը fleet management-ը որ կա, եթե չեմ սխալվում, Telcel ընկերությունը իր պայմանագրի մեջ պարտավոր էր դա անել, եթե չեմ սխալվում, մի հատ կթարմացնեմ կնայեմ, իր փոխարեն խի ենք մենք անում էսի օրինակի համար։ Հաջորդը որ կա, պարոն Փամբուխչյան, որ մենք ասում ենք, պետական ապարատը հանելուց 1, պարկինգների տեղը կառուցելուց 2, կայանատեղին չենք թողնում կանգնեն 3 ամենակարևորը, smart համակարգ տեղադրելիս, որ ուզում եք անեք էդից տեղել, բերեք ավելացրեք նաև այդ կետը, որ application-ը լինի, մարդ օրինակ գալիս է կենտրոն, հասկանա, օրինակ Սարյանի վրա կանգնելու տեղ կա, թե չկա, մյուսը կա, թե չկա, եւ վերջի խոսքը որ կա, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, որ ավտոբուս այս մարդիկ չեն առնելու։ Շնորհակալություն։